Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, ներկայացնելով Հայաստանի բանակի նոր համազգեստը, որը ինչպես նշվում է, անցնում է զորային փորձարկում։ Պաշտպանության նախարարի խոսքով ներկայացվել է զինված ուժերի դաշտային համազգեստի մի քանի տարբերակ՝ ամառային, աշնանային և ձմեռային։ Տեսանյութում ներկայացվել են համազգեստների դետալացված տարբերակները։ Ավելի վաղ Պապիկյանը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Ամերիկյան ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, թե ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և լեկալներ։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հայտարարել էր, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով կարգելվի զինվորական համազգեստի ազատ վաճառքը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, եւ այսպես փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհահատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ոստիկանությունը ներկայացրել է հունվարի 14-ից 15-ի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Ըստ ամփոփագրի մեկ օրում բացահայտվել է 154 հանցագործություն, մասնավորապես 67 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 19 դեպք փաստաթուղթ կեղծելու, 15 դեպք թմրանյութի հայտնաբերման, 11-ը խարդախության եւ այլն։ Ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության անցած մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն իր խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը Թրամփը որակել է որպես հարգանքի նշան։ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր համար մեծ պատիվ է եղել հանդիպել Մաչադոյի հետ, որին նա բնութագրել է որպես հիանալի կին, որը շատ բաների միջով է անցել։ Մարիան ինձ տվեց իր խաղաղության Նոբելյան մրցանակը իմ կատարած աշխատանքի համար, ինչը հրաշալի փոխադարձ հարգանքի նշան է։ Շնորհակալություն Մարիա, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մաչադոն, որը անցյալ տարի էր արժանացել Նոբելյան խաղաղության մրցանակի, լրագրողներին ասել է, որ իր մրցանակը հանձնել է Թրամփին ի նշան Վենեսուելայի ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության։ Նոբելյան կոմիտեն նախկինում հայտարարել էր, որ մրցանակը շնորհելու որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, եւ որ մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել։ Հիշեցնեմ, նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե 8 պատերազմ է դադարեցրել, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ վերջում մեկ արտառոց դեպքի մասին։ Երևանում Մերսեդեսի վարորդն ու ուղևորը չեն ենթարկվել ոստիկանության գվարդիայի ծառայողների կանգառ հրահանգին, վրայերթի են ենթարկել նրանցից երկուսին ու դիմել փախուստի։ Լրատվամիջոցները գրում են, թե հետապնդման ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական 1 կամ 2 կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ կանգնիր հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիայի ծառայողներից մեկը կրակոց է արձակել Մերսեդեսի անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել, բախվել է էլեկտրասյան բետոնե հատվածին։ Վարորդն ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից եւ տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։ Ոստիկանություն տեղափոխված վարորդն ու ուղևորը կասկածվում են առերևույթ խոշոր չափի թմրամիջոց պահելու եւ իրացնելու մեջ։ Այսքանը առավել թարմ տեղեկություններով կհանդիպենք ժամը 17-ին։